Քաղաքացիական պայմանագիրն ազգային ժողովի էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարիա Կարապետյանի թեկնածությունը, ինչի ֆոնին ժողովուրդը հիշեցնում է նրա անվան շուրջ նախկինում հրապարակված աղմկահարույց պատմությունները։ Դրանցից մեկը վերաբերվում է 2023 թվականին Մարիա Կարապետյանի Facebook-յան էջի մեկնաբանություններում նրա մորանունով տարածված կոպիտ, այդ թվում սեռական բնույթի հայհոյանքներին, սակայն պատգամավորն այդ ժամանակ հերքել էր, որ դրանց հեղինակն իր մայրն է, նշելով, որ հնարավոր է կեղծ օգտահաշիվ ստեղծված լինի։ Դեժավյու տելեգրամյան ալիքը նախկինում պնդել էր, որ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ արշավների եւ նրա կառույցի ֆինանսավորման կրճատման նախաձեռնողը Մարիա Կարապետյանն էր, սակայն այդ պնդումը ներկայացված է որպես աղբյուրի տեղեկություն։ Մեկ այլ հրապարակման համաձայն Կարապետյանը 2015 թվականին մասնակցել էր ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը, իսկ 2022 թվականին որպես հայկական պատվիրակության ղեկավար ներգրաված էր Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորների հյուրընկալության գործընթացում։ Նրա անվան հետ կապվող մեկ այլ դրվագ վերաբերվում է 2021 թվականին նրա բնակավայրի մոտ իրականացված բողոքի ակցիային, որի ընթացքում նրան մեղադրող գրություններ էին փակցվել։ ՔՊԱ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ աշակերտի հաշվով պետական բյուջեից տարեկան ծախսվում է շուրջ 20 միլիոն դրամ։ Ժողովուրդը փորձել է պարզ հաշվարկով հասկանալ, թե ինչ է նշանակում այդ թիվը, եւ 20 միլիոն դրամը 12 ամսվա բաժանելու դեպքում ստացվել է ամսական մոտ 1 միլիոն 667 հազար դրամ։ Եթե հաշվարկը կատարվի մոտ 200 ուսումնական օրվա կտրվածքով, ապա մեկ աշակերտի հաշվով օրական ծախսը կկազմի շուրջ 100 հազար դրամ։ Միաժամանակ գործող ֆինանսավորման համակարգը չի գործում պարզապես մեկ երեխա որոշակի գումար սկզբունքով, քանի որ հաշվի են առնվում դասարանների, ուսուցիչների, ղեկավար կազմի, համադպրոցական եւ այլ ծախսեր։ Ժողովուրդը հարց է բարձրաձայնում, եթե 20 միլիոն դրամի ցուցանիշն իրական է, ապա պետք է հրապարակվեն կոնկրետ դպրոցների անունները, աշակերտների թիվը, ընդհանուր բյուջեն եւ ծախսերի կառուցվածքը։ Ճամբարակի զորամասում օգոստոսի 20-ին տեղի ունեցած վրաերթից հետո, որի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, իսկ մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջի ալիք է բարձրացել։ Հրապարակը գրում է, որ դեպքը Պապիկյանի համար կարող է ճակատագրական լինել, հատկապես միջադեպի ծանր մանրամասների հրապարակումից հետո։ Թերթի պաշտպանության նախարարությունում ունեցած աղբյուրի փոխանցմամբ նախարարի դեմ դժգոհություն է առաջացել նաև զինվորականների եւ պաշտպանության համակարգի ներսում։ Ըստ նույն աղբյուրի դժգոհությունների պատճառներից մեկն այն է, որ Պապիկյանը նրանց գնահատմամբ չի կարողանում ղեկավարել բարդ եւ պատասխանատու համակարգը։ Դեպքից հատկապես վրդովված են զինծառայողների ծնողները, որոնցից մեկը ըստ հրապարակման հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ նախարարությանը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին, եւ իշխանական աղբյուրները պնդում են, որ որոշումն անշրջելի է։ Թերթի տեղեկություններով այս պահին դեռ հստակ չէ, թե ով է նրան փոխարինելու, եւ նույնիսկ կոնկրետ թեկնածու չկա։ Հրապարակման համաձայն Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Արսենյանի աշխատանքից, քանի որ դեսպանը չի կարողացել նպաստել հայ-ռուսական լարված հարաբերությունների կարգավորմանը։ Միաժամանակ ժողովուրդը նշում է, որ այդ խնդիրը չի հաջողվել լուծել նաև Փաշինյան-Պուտին մակարդակում, իսկ Ռուսաստանի նախագահը անգամ չի շնորհավորել Փաշինյանին խորհրդարանական ընտրություններից հետո։ Պաշտոնական պարզաբանման փորձերը արդյունք չեն տվել։ Արտգործնախարարությունը հարցը փոխանցել է նախագահի աշխատակազմին, այնտեղից կառավարությանը, իսկ վարչապետի խոսնակը պաշտոնապես չի պատասխանել։ Իրավապահ համակարգում մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հնարավոր շարունակությամբ եւ կողմերի միջև նոր հաշվեհարդարների վտանգով։ Ժողովրդի տեղեկություններով Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների գործով, որի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, իսկ մյուսները վիրավորվել, միջադեպի մասնակիցներից եւ առնչվող անձանցից շատերը գրեթե տանից դուրս չեն գալիս։ Պատճառն ըստ աղբյուրի հնարավոր հաշվեհարդարի մտավախությունն է, մինչդեռ ինքնաձիգից կրակած անձը ըստ հրապարակման մինչև օրս հայտնաբերված չէ։ Այս ֆոնին հիշեցվում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի օգոստոսի 7-ին ոստիկանության ղեկավարությանը տված հանձնարարականը ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքը։ Նախարարը միաժամանակ մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունները, չնայած մայրաքաղաքում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների ընդհանուր թվի նվազմանը։